Այս իմաստով տեսեք, բազմաթիվ են բողոքները առայն, որ ոչ միայն դատարանում, այլ քննչական մարմիններում, հարկային մարմիններում, տեսչական մարմիններում հաճախ լինում են անպատասխանատու աշխատակիցներ, որոնք կարող են գրել ակտեր եւ այդ ակտերի հիման վրա գնա գործը հասնի մինչեւ դատարանի համար դժվար խնդիրներ առաջանա, դատարանի արդեն օբյեկտիվությունը խիստ կասկածել է, որովհետեւ համարվում է, որ մասնագիտացած կառույցի գնահատական է եւ գործարարների համար խիստ անբավարար անհավասար պայմաններ են ստեղծվում։ Ինչ կարծիք եք, որտեղ եթե անձնական պատասխանատվության ինստիտուտ ներդրվի, ինչպես նոտարների դեպքում, արդյոք չի նվազի նաեւ այս դեպքերի քանակը, գիտեք, կոլեկտիվ անպատասխանատվության խնդիր առաջանում, որտեղ ինքս պետք է համակարգը պատասխան տա։ Նույնը դատարանի դեպքում, դատարանը որոշում է ընդունում, մենք բոլորս տուժում ենք այդ որոշումից, բայց դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում։ Իսկ եթե դատավորը իմանար, որ իր գույքով պատասխանատու է, արդյոք այդ որոշումը կընդուներ։ Տեսեք, իրականում քրեական օրենսդրության մեջ անձնական պատասխանատվության սկզբունքն արդեն իսկ ներդրված է, ինչ վերաբերում է արդարադատության այլ օղակներին, իրավապահ մարմիններին, ես պիտի ասեմ, որ այստեղ կադրերի ընտրության հարցում շատ կարևոր նշանակություն ունեն բարեվարկության ստուգումները, որոնք վերաբերում են անձի ոչ միայն կոռուպցիոն կապերի կամ քրեական մշակույթին հարող կապերի առկայության կամ բացակայության մասին, այլև տվյալ մարդու ամբողջական կերպարը սկսած կրթությունից։ Բացի դրանից շատ կարևոր է նաև տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական կարողությունները եւ դուք գիտեք, որ մենք ունենք արդարադատության համակարգում շատ կարևոր օղակ արդարադատության ակադեմիան, որը պարտադիր տարեկան 2 անգամ իրականացնում է վերապատրաստման դասընթացներ արդեն իսկ գործող դատավորների, դատախազների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար եւ ոչ միայն այս բոլոր գործիքները հնարավորություն են կատարելագործելու այն մասնագետներին, ովքեր գործ ունեն մեզնից յուրաքանչյուրի ճակատագրի հետ, որովհետեւ արդյունքում երկու մասնագետ կա, որ մեր ճակատագրի, երեքը, որ մեր ճակատագրի հետ մենք գործ ունեն, մեկը ուսուցիչն է, մյուսը բժիշկը եւ երրորդը դատավորը կամ իրավապահ համակարգի արդարադատության ոլորտի աշխատողը։ Դրա համար ամենակարևոր ներդրումները մասնագիտական կրթության, զարգացման, բարեվարկության, էթիկական նորմերի պահպանման պիտի կատարվեն, կարծում եմ, առաջնահերթության կարգով այս օղակներում եւ այո, այս բոլոր օղակներում պիտի շատ մեծ ուշադրություն դարձվի կարգապահական պատասխանատվությանը։ Չեզարե Լոմբրոզոն շատ հետաքրքիր տեսություն ունի, բնածին մարդասպանների տեսությունը, եւ այս տեսության մեջ ինքը հետաքրքիր մի բան է ասում է կարևորը պատժի խստությունը չէ, կարևորը պատժի անխուսափելիությունն է։ Այսինքն յուրաքանչյուր պետական պաշտոնյա պիտի վստահ լինի, որ իր ապօրինի որևէ արարքի պատճառով անվերապահորեն վրա է հասնելու պատասխանատվությունը։ Այն նման պարագայում բոլորը կգործեն օրենքի եւ իրավունքի շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալություն, Տիկին Աբրամյան, մանրամասն ներկայացրեցիք եւ ձեր տեսակետը, կարծում եմ ընդունել տեսակետը միգուցե բարեվարկության սկզբունքով հնարավոր լինի որոշ չափով առնվազն նվազեցնել այս անպատասխանատվությունը, խոսքը վերաբերում է առանձին պաշտոնյաներին։ Եվ այդտեղ նաև զերծ չեն այդ թերություններից նաև գործադիր իշխանության եւ մյուս մարմինները։ Մասնավորապես մի նախին քաղաքապետ ունենք, իսկ ներկայացնում են դատարանի որոշումը, որ պարտադրում է, որ այս քաղաքապետը պարտավոր է այս շենքը գրանցել։ Այսինքն ինքը իր պարտավորությունը դատարանի կողմից ընդունված չի կատարում եւ մարդիկ տարուց ավել սպասում են, թե այս քաղաքապետը երբ իր ցանկությամբ կկատարի դատարանի որոշումը։ Իմ համար հանելուկ էր, լավ, դատարանը այդ դեպքում ինչ պիտի անի այս մարդուն։ Կամ որևէ մեկը, որտեղ ընտրված մարմնի ղեկավարը տեղական ինքնակառավարում է եւ շատ բարդ է պարտադրել նրան ինչ-որ բան անել, եթե ինքը չի ցանկանում։ Այդ դեպքում ինչ պետք է անել։ Դատական ակտերի հարկադիր կատարման գործառույթը կա եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր գործիք է, առավել եւս որ մենք ունենք նոր օրենք կատարողական վարույթի մասին, այս իմաստով կարծում եմ, որ սրանք շատ կարևոր գործիքներ են իմպլեմենտացնելու տեսանկյունից։